Ծիծեռնակաբերդում անում ենք անհրաժեշտ աշխատանքները, դրանք բնականաբար շարունակվում են, ես ինքս ամեն շաբաթ լինում եմ հուշահամալիրում, որպեսզի տեսնեմ ինչպես են աշխատանքները ընթանում, ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան կազմի կողմից, որը թե տեխնիկական հսկողություն իրականացնող, թե հեղինակային հսկողություն իրականացնող անձինք են եւ թե նաեւ գիտամեթոդական խորհուրդն է, որտեղ որ ներառված են ոլորտի մասնագետները, գիտեմ, որ շատ են մանիպուլյացիաները եւ դրանք հենց այդ բառով էլ կոչում եմ մանիպուլյացիա, որովհետեւ իրականում այնինչ արվում է հիմա ծիծեռնակաբերդում մույթերի վերականգնման հետ կապված նորություն չի տեխնոլոգիական իմաստով նաեւ 2015 թվականին այդ նույն տեխնոլոգիայով ուրեմն իրականացվել է հուշասյան վերանորոգումը նույն տեխնոլոգիայով Եվ բնականաբար այս նույն տեխնոլոգիական լուծումները շատ երկար ու մանրամասն քննարկվել են գիտամեթոդական խորհրդում։ Գիտեք, այնտեղ որտեղ ես մասնագետ չեմ, ես լսում եմ մասնագետներին։ Եթե մի խումբ մասնագետներ բազմաթիվ քննարկումներով ընդ որում հուշահամալիրի հեղինակը առաջարկել են լուծումներ, ընդ որում այդ լուծումները առաջարկել են ոչ թե միանգամից Այդ լուծումները առաջարկվել են բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։ Այդ թվում ուլտրաձայնային, ամենատարբեր նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ցույց են տվել սալերի վնասվածության աստիճանը, դրանց փոխարինման հնարավորությունը եւ բազմաթիվ այլ բաներ, եւ սա ուղղակի նշանակում է, որ կներեք, ես կամ դուք կամ որևէ մեկը կարող է Մարդիկ տարիներով, ամիսներով աշխատեն ինչ-որ նախագծի վրա, մենք 5 րոպեով գնանք անցնենք կողքից եւ կարողանանք եզրակացություն տալ այդտեղ ինչ է արվում, դա ուղղակի լուրջ չի եւ մենք պետք է դադարենք այդպես վերաբերել մեր իրականության կարևորագույն խնդիրներին, իսկ ծիծեռնակաբերդը մեզ համար կարևորագույն հուշահամալիր է ու այնտեղ նույնիսկ մինչեւ մի միլիմետր որևէ բան անել է, այդ մի միլիմետր փոփոխությունը անցնում է համապատասխան ընթացակարգ։ Հիմա մենք ունենք հետեւյալ պայմանավորվածությունը 3 մույթերում աշխատանքը կամփոփվի Եվ դրանից հետո մենք եւս մեկ անգամ գիտամեթոդական խորհրդում կքննարկենք շարունակությունը հաջորդ ուրեմն մույթերի հետ կապված աշխատանքների մասով եւ ցանկացած մեր քաղաքացու, որ հետաքրքրվում է մտահոգ է, ուզում է ներկա լինել տեղում, ես հրավիրում եմ, կարող են նույնիսկ ինձ հետ գալ այցի եւ ներկա լինել բոլոր այն մասնագիտական քննարկումներին, որոնք որ մենք տեղում ունենում ենք ամեն անգամ նաեւ խոսելով այդ բոլոր կառույցների ներգրավվածությամբ։ Եվ եւս մեկ անգամ ասում եմ ու խնդրում եմ այս եթե դեռևս այդ տարածվում է, այդ ապատեղեկատվությունը առնվազն դադարեցնել, հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, բոլոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի դրանք երբևէ չխանգարեն որևէ այցելուի մուտքի։ Եվ մինչև ապրիլ, սա էլ եմ հատուկ ասում, որտեղ գիտեմ, որ սա էլ է մանիպուլացվում, մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքները ավարտվելու են։